Եկեք աղոթենք և ասենք. Երկնավոր Հայր, խնդրում ենք ներկայությունդ։ Երկնավոր Հայր, աղերսում ենք հայտնես քո փառքը։ Երկնավոր Հայր, խնդրում ենք ներկայությունդ։ Մեր Տեր ու Փրկիչը, մեր սիրելի Փրկիչը Հիսուս Քրիստոս, խնդրում ենք այս պահուն հայտնես զորությունդ, հայտնես քո սերը, հայտնես քո ողորմությունը։ Ով Սուրբ Հոգի Աստված, խնդրում ենք այս պահուն, թուն գործես, թուն հպվիս, թուն խոսես, թուն հայտնես, ինչ որ քո գամքն է, ինչ որ քեզի հաճելի է։ Տեր մենք խոնարհված ենք քո ոտքերի առջև, ոչ թե միայն փառապանության երգերով, երկրպագությամբ, այլ մեր ծարաված սրտով, ակնկալույց սպասում ենք այս պահուն։ Խոսիս և հայտնես և գործես, հրաշագործես, քանզի Տեր Աստված դու կենդանի ես, երեք այսօր ու հավիտյան նույնն ես։ Հալելույա։ Ակնհայտ է սիրելիներ, որ մենք այս շրջանին գտիդենք Աստվածաշունչի բարեխոսական աղոթքները, սկսանք Մովսեսի բարեխոսական աղոթքով, ապա Եղիան, հունվարի 28-ին շաբաթամիջի պաշտամունքին մենք նայեցանք Աբրահամի և Հոբի բարեխոսական աղոթքներուն, կշեշտադրեմ, երբ մենք մեր սիրելիների համար գաղոթենք, այդ աղոթքը մեզի կդառնա և դա կլինի մեզի համար բժշկություն, վերականգնում, կորուստներու փոխանակում։ Անցնող երկու գիրագիները հաջորդաբար մենք սերտեցինք Քրիստոսի քահանայապետական աղոթքը և Աստուծո օգնությամբ այսօրվա մեր նյութն է առաքյալներուն բարեխոսական աղոթքը։ Հին ուխտեն Մովսես, մարգարեութենեն Եղիան, նահապետները, Հիսուս Քրիստոս և գարկը հասած է առաքյալներուն, և եթե Տերը գամի, քալգիրագի մենք կխոսենք առաքյալներուն բարեխոսական աղոթքը եկեղեցու անդամներուն համար։ Աստուծո սրբազան խոսքեն պիտի կարդամ Գործք առաքելոց 10-րդ գլխուն առաջին 3 համարները։ Անտիոքի մեջ եղած եկեղեցիեն քանիմը մարգարեներ ու վարդապետներ կային, Փարնաբաս ու Շմավոն, որ նյութեր կգոչվեր, և Ղուգիոս Գյուրենացի ու Մանայեն Հրովթեսի չորրորդապետին սննդագիծը և Սողոս։ Երբ ասոնք Տերոջը պաշտոնի մեջ էին և ձոմ կպահեին, Սուրբ Հոգին ըսավ. Զադեցեք ինձի Փարնաբասը և Սողոսը այն գործին համար, որուն ես կանչեր եմ անոնք։ Այն ադեն ձոմ պահելով և աղոթք կնելով ձեռք դրին անոնց վրա ու ղրկեցին։ Հալելույա։ Մովսես և իր երեց եղբայրներուն բարեխոսական աղոթքով Իսրայելը հաղթություն դարավ Ամաղեգի վրա և գրգին անգամ չինգան մեղքի քերության մեջ։ Հիմա եկեք այս աղոթքը, հիմա եկեք այս իրավիճակը բահմը համեմատենք կողք կողքի նայենք Հիսուսի բարեխոսական աղոթքին հետ։ Հիսուս ինչ կաղոթե եկեղեցու համար, չեմ աղաչեր, որ զանոնք աշխարեն վերցնես, այլ չարեն բահես, պաշտպանված մեղքեն, ինչպես Իսրայել պաշտպանվեցավ դարձյալ մեղքի քերության մեջ
չինալու վիճակ են։ Եղիայի բարեխոսական աղոթքով երկինքեն գրակ իջավ եւ ապա աղոթքի հարադեվությամբ երկինքը բացվեցավ եւ գրգին անգամ անցրև եկավ։ Ես վստահ եմ, որ թեփքը գհիշեք եւ թարմեցեր մտքերում մեջ։ Այս աղոթքով Եղիայի Իսրայել ազատագրվեցավ աշխարհ սիրութենեն եւ ունեցավ գադարյալ նվիրում։ Հիսուս իր քահանայապետական աղոթքի մեջ կխնդրե երկրորդ խնդրվածքը սրբե զանոն քու խոսքովդ քանզի քու խոսքը ճշմարտություն է ես անոնց համար իմ անձս կսրբացնեմ որբեսի անոնքալ սուրբ ըլլան Իսրայել ազատագրվեցավ գրաբաշտութենեն Եթե Իսրայելը ամաղեգի թեմ բարդվեր, բիդի ինար մեղքի քերության մեջ, բիդի գործընծներ Կանանը։ Կանանը գործընծնել կնշանակեր գործընծնել պաշտամունքը։ Չեմ մանրամասներ, բայց Մովսեսը ասավ թող դուր իմ ժողովուրդիս, մենք անաբադի մեջ Եհովան պիտի պաշտենք։ Իսկ Եղիայի օրով, եթե այս արթնությունը չլիներ Եղիա մարգարեի միջոցով, ժողովուրդը ամբողջությամբ պիտի ինար գրաբաշտության մեջ, որովհետև Աքաբ եւ Հեզապել արդեն կբաշտեին եւ ժողովուրդը մոլորեցուցած էին բաշտելու փաղաղիղմի եւ Աստարովտի գուրքը Անոնց գրոնքը բիդի փոխվեր Աշապաչատ իմ մտքիս մեջ կբդդվեր հետևյալ խորհուրդը Անոնք որոնք Հայաստանի մեջ Հայաստանեն դուրս այն հայերը որոնք քրիստոնեությունը կքննադատեն կամ այսօր գուզեն ոտնահարել քրիստոնեությունը թող մեկ բան լավ իմանան որ եթե մենք քրիստոնեության մեջ չքալենք եւ չհարադևենք եւ չնվիրվենք Մենք մեր շրջակա ասկերուն կնմանենք, մեր շրջակա ասկերը օրին, որոնք քրիստոնեությունը չընդունեցին, ետքը բարդատրապար իսլամությունը ընդունեցին։ Եվ անոնք, որոնք այսօր քրիստոնեությունը կոտնահարեն, աշխարհի ամեն տեղը մենք անոնց մեջ կտեսնենք ահռելի փարոյական խախտումներ եւ ընտանիքի քանդում։ Այս ինչու գսեմ, այս մեկը կներկայացնեմ, որպեսզի մենք ավելի գիտակցենք, թե բարեխոսական աղոթքը մեզ ինչպես կբահե մեղքեն, հեթանոսութենեն եւ Քրիստոսի մեջ։ Հիսուս իր բարեխոսական աղոթքը ամփոփեց աղոթելով, որպեսզի ամենքնալ մեկ ըլլան, ինչպես տուն, ով հայր, իմ մեջս, ու ես քու մեջդ մեկ ըլլան, մեկ ենք, և իրենքալ, և աշխար հավադատ է թուն ғրգեցիր զիս։ Քրիստոսի մեջ մեր ունեցած միությունը, մեծակույն վգայությունն է մեր քրիստոսասիրության։ Մեր միությունով ի հայտ կուկա, մեր Քրիստոսի հանդեպ ունեցած սերը, Քրիստոսի հետ միություն կնշանակե Քրիստոսի նմանություն, ինչպես Քրիստոս հորը մեջ։ Փախտadելով եւ գիրարելով Մովսեսի եւ Եղիայի աղոթները մեր Տեր ու Փրկին Հիսուս Քրիստոսի աղոթքին հետ մենք սիրելիներ Աստուծո գամքը գադարած կլանք Մեզմով Աստված փառավորված կլա Անոր համար այս աղոթները խիստ անհրաժեշտ են որ մենք ճանչնանք եւ գիրարենք Ինչու բարեխոսական աղոթքը շատ կարևոր է հավատացյալին եւ եկեղեցվո համար Բահմը պատկերացնենք թե մենք որպես հավատացյալներ մեր բոլոր գարիկները հայթայթված է լիուլի
Եթե բահմը մենք մեր աղոտները քննենք, ըստուքենք, ամեն մարդող իր աղոտքը ըստուք է և դեսնե թե մենք մեր աղոտներում մեջ քանի դոգոսը մեր անձին և մեր անձնական գարիքներուն շուրջը գթարնանք և որքանը գնմանի մեր աղոտները Հիսուս Քրիստոսի աղոտքին։ Եկեք բահմը մենք պատկերացնենք, որ Աստված իմ բոլոր գարիքներս հոգած, դեր առողջության գարիք ունիմ, առողջությունը հասավ, դեր գոմունալի փողերու գարիք ունիմ, գոմունալի փողը հասավ, դեր երեխեք համալսարան բիդեր տան, համալսարանի փողը հայթայթվեցավ, ասոնք մեր առօրյան են, չէ, դեր երթևեկության գարիք ունիմ, ավտոն եկավ, և սկսանք աղոթել մեր գարիքներու մասին և պատկերացնենք, որ հայթայթվեցավ, բայց մենք ցավոք սրտի եթե մնացած ենք մեղքի քերության և կամ աշխարհսիրության մեջ, մենք սիրելիներ մեր շրջապատին և մեր անձերուն քայթաղություն պատճառած կլանք։ Ամեն ինչ կա մեղքին հետ և աշխարհսիրության հետ։ Այդ մեկը քայթաղություն է և քայթաղութենեն խուսափելու լավագույն ճանապարհը աղոթքն է և աղոթքին սյունը և աղոթքին սիրտն է, երբ մենք ասենք Տեր քու կամքը դլա։ Ես չտեսա աշխարհի վրա հավատացյալը իր վիճակը, իր գարիքները բոլորը 4-4-ի վրա գադարյանը։ Դեղմը փած փան մգա, դեղմը բագաս բադուհամ մգա, դեղմը ցավ մգա։ Երբեք ամեն ինչ արդակինին բես չէ։ Ադիգա սիրելիներ այն զպտված օրհնությունն է, որ մեզ Քրիստոսի մեջ կբահե։ Երբ որ Տերը գսե ըսկուշացիր եւ խոստացյալ երգիրը երթաս եւ հարստանաս, չլա տեզիս մորնաս։ Շատ հավատացյալներ շատ լավ սկսան։ Մեկ բան ասեմ, զանազան պատճառները մեկը, բայց երբ որ փողը շատցավ, մեծամասնությունը սկսան երերալ։ Ամենտեղ, ամեն ժամանակներու մեջ։ Մեր աղոթներուն ի պատասխան մենք գադարելու ենք Աստուծո գամքը։ Հիսուսի բարեխոսական աղոթքի մեջ ասմեգը ցայդուն է եւ շեշտադրված է։ Մեր որոշումները եւ մեր կորձերը Աստուծո թելատրանքով լինելու է եւ ոչ թե մեր եսով եւ մեր անձով։ Մենք շատ բաներ գնենք սիրելիներ, շատ որոշումներ կգայացնենք, միշտ հարցնենք, թե արդյոք այս մեկը Աստուծո թելատրանքն է, թե իմ գամքս է, թե իմ եսս է։ Մեր աղոթներուն ի պատասխան մենք ապրելու ենք Քրիստոսի մեջ եւ Քրիստոս մեր մեջ։ Եվ հիմա լավ նայենք առաքյալներուն բարեխոսական աղոթքին։ Ինչպես կարևորություն ուներ աղոթքը առաքյալներուն կյանքին եւ ծառայության մեջ։ Ինչ աղոթքը բարձրացնեին առաքյալները։ Արդյոք մենք որքանով դեղյակ ենք, որ առաքյալները ճիշտ ինչ կաղոթեին։ Պիտի փորձեմ այս հարցումին պատասխանել։ Եվ եթե մենք նայենք Պետրոս առաքյալին, կարևորագույն խոսքը աղոթքի եւ խոսքի քարոզության համար։ Գործ առաքելոց 6-րդ գլխուն 4-րդ համարի մեջ կսե եւ մենք առաքյալները, այսինքն խոսնակը Պետրոսն է, աղոթքի ու Աստուծո խոսքին ճաշտոնով պիտի բարաբինք։ Քրիստոսի առաքյալները եւ առաջին տարու երեցները, եկեղեցու երեցները գիտակից էին իրենց գոչումին եւ առաքելության։
իրենք գիտեին ճիշտ ինչ բանի համար գանչված են, ինչ պաշտոնի մեջ են։ Գիտակից էին, որ եկեղեցվո մեջ առաջին ծառայությունը աղոթք ու Աստծո խոսքին մատակարարումն է։ Շատ աստվածաբանական վերլուծություններ կան Մովսեսի սարի վրա կատարած աղոթքի մասին։ Մովսեսի գործը մարդատաշտի մեջ պատերազմ մղել չէր, աղոթք գնել էր, որտեղ հաղթությունը հոնդեղեն կսկսեր։ Շատ ուղղորդումներ կան եկեղեցու հովիվներուն, որ դուք շատ բան անելու չեք, բայց ինչ որ ձեր բարդականությունը անի պիտի չի ձերից դրվի, պիտի չի տերանա։ Ինչ է այդ մեկը գենալ եւ եկեղեցու համար ցերկեր բարձրացնել եւ աղոթել։ Մարմնավոր աչքերով էդի ծառայութենեն փախուստ տալ է, բայց հոգեվոր աչքերով էդ է կարևորը, որ մենք կտեսնենք թե Հիսուսի եւ թե մարգարեներուն ապա առաքյալներուն կյանքին մեջ։ Եվ գիտակցինք մեր առաքելությանը, նաև գիտակից կլանք այն ինչ որ սարգավակները անելու են։ Հիմա մենք Աստուծո խոսքեն համար այսպես քաշենք, երտանք դեղմը փարաշուտով գցենք, այդպես չէ։ Երբ որ Պետրոս առաքյալը սա մենք Աստուծո խոսքին եւ աղոթքին պիտի բարաբինք, Աստխոսքը եկավ այդ ասպեկտին մեջը, որ իրենք սնունդի մատակարարությունով պիտի չի սպաղեին, այլ սարգավակները պիտի փաշնեին եւ իրենք աղոթքի եւ Աստուծո խոսքին պիտի բարաբեին։ Անոր համար Պետրոսը սա բարաբելու են խոսքին։ Սիրելիներ, քարոզի պատրաստությունը ժամանակի կգարոդի, վայրի կգարոդի, հանդարտ մտքի կգարոդի, թե ոչ ասեմ ձեզ, ես պեմ կպարսանամ եւ ամեն շաբաթ համարյա նույն բաները կխոսեմ։ Թերևս վերնակիրը կփոխվի, թերևս նախատասություններուն դեղը կփոխվի, գա այդպիսի քարոզիչներ, մեկ նյութի շուրջ կդառնան։ Բայց երբ որ ինքը բարաբի, եթե ունի այդ բարգևը, եթե գանչված է, ինքը կներկայացնե Աստուծո խոսքը, սակայն բարաբիլ պետք է։ Ժամ, վայր, հանդարտ միտք շատ անհրաժեշտ են։ Եվ մենք հոս Գործարաքելոս 13-ի մեջ կտեսնենք առաջին տարու Երուսաղեմի եկեղեցվո աճումը։ Գործարաքելոս 13-ը հիմնված է Գործարաքելոս 2-րդ գլխուն եւ Գործարաքելոս 11-րդ գլխուն վրա։ Ինչպես առաջին տարու եկեղեցին ծնավ աճեցավ, նույն հիմքով Անտիոքի եկեղեցին ծնավ եւ սկսավ աճիլ։ Գործարաքելոս 13-ի մեջ մենք կհանդիպենք Անտիոքի եկեղեցվո երեցներուն աղոթքին։ Անոնք բարաբաց էին աղոթքի, անոնք կսե ձոմաբահության մեջ էին, անուններ կգարտանք, որ ուրիշ տեղ չի գա, բայց իրենք նվիրված էին ձոմաբահության և աղոթքի։ Երեցները գահաչողին աղոթքի բարաբելու ծառայության մեջ, և մենք երեցներս հրաժարված ըլլանք այն սպամունքներ են, որոնք կքողնան մեր ամենակարևոր բարդականության ժամերը։ Շատ լուրջ է այս մեկը հովիվին և երեսներուն համար։ Այս տարի մենք սկսանք նվիրվել եկեղեցական աղոթքի բարաբունքի։ Նոր սկսանք, նոր խոտ տվինք, մեր լեզվով ասեմ, ավտոին մարշը նոր խփեցինք և սկսավ շարժիչը դառնալ։ Երեսներու միապանության աղոթքով նախ կհաստատվի երեսներուն միությունը։ Ասի պիտի կրկնեմ,
երեսներու միապանության աղոտքով, երբ մենք կովի գուկանք իրարու հետ կաղոտենք, այն ժամանակ կհաստատվի մեր միությունը իրարու հետ։ Երբ երեսները միապան աղոտքի մեջ են, հոնգը կործե և հոնգը խոսի Սուրբ Հոգին։ Աստեղ գուզեմ վկայություն մտալ 1995 31 տարիներ առաջ ծառայող երիտասարդ եղբայրներով միապանեցանք, որ ամեն առավոտյան պիտի հավաքվենք եղբայրակցության սրահեն ներս և աղոթք պիտի բարձրացնենք։ Մեկ բան շեշտադրեցինք, եղբայրներ չընդհատվի, եղբայրներ չհրաժարվենք, սկսանք, որոշում կայացուցենք, շարունակենք։ Ճիշտ մեկ տարի ետքը մեր պաշտամունքներու մեջ զգալի արթնություն տեղի ունեցավ։ Հանկարծ տեսանք, որ սրահը փոքր է։ 110-120 հոգոնոց սրահը մեզի համար փոքր էր այլևս։ Սուրբ Հոգին խոսեցավ. վերցրեցեք եկեղեցա սրահը, որու մեջ կարողանաք պաշտամունք ընել 500 հոգիով։ 10 տարի եղբայրակցության մեջ ցայն բարձրացուցած եմ, որ մեզ մեկը երթալ լիփանան և աստվածապանական ջեմարան գրթությունը ստանա, աստվածապանական ուսում ստանա։ Մենք համայնք չենք, մենք փող չունենք, մենք պատկանելիություն չունենք 10 տարի։ Եվ ես կրկնում եմ, մեզի գրթված ուսյալ հովիվ է պետք։ Այս մեկ տարվա աղոթքը երբ ավարտեց, Դերը մեզի ցույց տվավ եղբայրը, Դերը մեզի ցույց տվավ ջեմարանը։ Այդ ջեմարանի ընդհանուր դեկանը, երբ որ իրեն հետ հանդիպեցավ, ասավ հրամեցեք։ Մենք ձեզի գրթություն կտանք, մենք ձեր եղբորը քրանալու հանրագացարան կտանք, աստվածապանական պայմաններով թուգալ հոգացեք իր սնունդը։ Եվ 3.5 տարի Աստված հաջողություն տվավ։ Եթե մեզի հարցնեք, այդ մեծ օրհնությունը ի պատասխան աղոթքի արինք։ Ես կփափակեմ, որ օրը դուք ինձ հետ հալև երթաք եւ այդ աղոթավայրը տեսնեք, մեծ սրահը, այս աղոթքի պատասխանն է։ Մարդիկ ասին մենք ձեզի խելացի կգարձեին, մարդիկ մեզի ասին մենք ձեզ որպես հավատացյալներ հաշիվ գիծող կգարձեին, ասին ինչ քայլ արիք, աս 15.5 միլիոնը $310,000 այդ օրվա ուրդեղ են պիտի կա, ինչ կամ փող ունիք $1,000 ավելի սկսան ապշիլ, ծեր ըրածը խենթությունը չեմ գիտեր ինչ, այդ աղոթները պատասխանվեցավ։ Այս մեկը գսեմ սիրելիներ, այդ գրագը որի մեջ գերա, որ մենք միապանինք, նվիրվինք բարաբելու աղոթքին։ Եվ ինչ որ ես հիմա ցեզի վկայեցի, արդյունքը կհաստատե իմ վկայությունս։ Կուզեք հարցուցեք, կուզեք հետաքրքրվեցեք, օրը կուկա և կտեսնեք։ Դերը պիտի ընդարձակեմ ես, հավատքով ասում եմ, մարգարեությամբ ասում եմ, այս խումբը պիտի ընդարձակվի հաղթական Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ հիմա մտնեմ պատկամին սիրտը, Անդիոքի եկեղեցվո երեցներուն աղոթքը։ Ինչ կաղոթեին Անդիոքի եկեղեցվո երեցները, ինչ էր իրենց աղոթքի թեման։ Այս հարցումին պատասխանը ուղղակի օրեն դայրեկտ չէ մագակրված, սակայն աղոթքի եկած պատասխանը ցույց կտա իրենց աղոթքի նյութը եւ իրենց ունեցած դեսիլքը։
Ես չեմ կարծեր, որ իրենք նստեր գաղութեին Պարնապասի ծնողքին բժշկության համար եւ Սուրբ Հոգին ասավ ինձի Պարնապասը եւ Սողոսը զադեցեք եւ ղրգեմ այն կորզին համար։ Ես կհավատամ այն ինչ որ իրենք գաղութեին դերը իրենց աղոթքին պատասխան տվավ։ Անդիոքի եկեղեցին գաղութեր Քրիստոսի եկեղեցվո ընդարձակման համար։ Ինչպես Ավետարանը հասավ Անդիոք, նույնպես ալ իրենք գաղութեին, որ իրենց միջոցով Ավետարանը հասնի ուրիշ երկիրներ։ Ինչպես Անդիոքի մեջ հույները եւ ասորիները դարձի եկան, նույնպես ալ իրենք փափակ ունեին, որ Եվրոպայի ժողովուրդներն ալ փրկվին։ Այս է Քրիստոսի եկեղեցու առաքելությունը եւ դեսիլքը։ Եկեղեցու դեսիլքը ու առաքելությունն է երթալ, ղրգվել։ Այս կտեսնենք Քրիստոսի քահանայապետական աղոթքին մեջ։ Ինչպես դու զիս աշխարհ ղրգեցիր Քրիստոս գաղութե օրը, նույնպես ալ ես անոնց աշխարհ կղրգեմ։ Սիրելիներ, դուրս ելնել է, ընդարձակվել է, չվախնանք։ Վախը մեծակույն արգելքն է, էգոիստ եկեղեցի չլանք։ Եկեղեցիներ կան, որոնք էգոիստ են։ Քրիստոսի ավետարանի մեջ ազգային եկեղեցի չկա։ Չեմ գիտեր Հայաստանի մեջ որքան այս բառը գհնչվի ազգային եկեղեցի, բայց մեր ականջները ձագած է։ Մեր եկեղեցին ազգային են։ Մենք ու մերոնք միայն սիրելիներ Քրիստոսի ավետարանի մեջ ազգային եկեղեցի չկա, գա դիեզերական եկեղեցի։ Օրմը քահանայի հետ երկխոսություն գնենք։ Ինչ կսես դեր հայր, կորիացի մկա եւ քեզի Քրիստոսի մասին հարցում արցնե։ Ով է Քրիստոս, ինչ ավետարանեց, ինչու խաչվեցավ, սի կպատասխանես, սավ այո, սի գուհուսաս, որ գապաշխար է, սավ չի գիտեմ, սի ես գուհուսան, որ գապաշխար է, սավ հագոպ հետը սուրբի տասնիս, սի ետ կիրեն գմգրդես, սավ չեմ գիտեր եղբարագոպ դեդրագի մեջ ինչ պիտ կրեմ, սի չորս ագույնը կրե, յանք չո մգրդեցի, չէ սավ, Հաբա ասի դեր հայր գուզես ապրիգեի սևամորտները միայն շարական երկեն։ Դեր հայր ասի թուրս ելնենք ազգային եկեղեցվով մտածել ագերբեն, այդպիսի բան չի գա։ Հրյաները հետանոսներուն մգրդեցին։ Ճիշտ է, եկեք ավետարանին նայենք, եկեք ավետարան խոսենք։ Հրյաներուն թշնամին սամարացիներն էին, սամարացիները ապաշխարեցին հրյաներու քարոշչությամբ։ Երթանք սիրելիներ, դեսիլ կունենանք, գուքա օրը, գուքա ժամանակը։ Ես չեմ սերտում վաղը գերտաս, բայց ես կսեմ օրը գծերանամ, բոլոր մազերս սպիտակ կլա, և գնստին պեմ ելելու կարողություն չեմ ունենա, և սեզմևոմ անկելեն և գվգային, և գսեն եղբայրներ, դերը Վրաստանի մեջ կորզեց, Մորդովիայի մեջ կորզեց, և ես սեզի հետ Աստուծո փառք կուտամ։ Ես արգար մի ժամանակ մի արաբի չէի կարա խոսել, բայց դերը սավ քնա, ես քեզի հետ եմ։ Երբ ասենք մեր եկեղեցին արդեն սկսած են քալել փորձության ճանապարհով։ Եկեք ասենք Քրիստոսի եկեղեցին։ Ինչպես մեր սրտերը ուրախությամբ եւ խաղաղությամբ կլեցվի։ Այս միտքը ունենանք։ Չմոռնանք Քորսկ արաքելոցի առաջին գլխուն փանալի համարը։ Հիսուսը սավ հոգվոս սրբոցեր վրա եկած ադեն զորություն պիտի առնեք ու ինձի համար վգաներ պիտի ըլլակ։
սկսած Երուսաղեմեն, Հրեաստան, Սամարիա եւ ամբողջ աշխարհը։ Ինձի համար վգաներ պիտի ըլլակ։ Նոր վայրեր, ուրիշ ազգեր, նոր սերունդներ։ Եկեք մի հատ կորզնական օրինակ ներկայացնենք։ Եթե ընտանիքի հայրը մայրը իր դղան կամ աղջիկը չամուսնացնե, իրեն բահե, թորնիկ չունենար։ Պետք է ամուսնացնես, որպեսզի ունենաս թորնիկ եւ վայելես այդ ուրախությունը։ Ասի օրինակ մնե։ Եկեղեցին դրված խոստումը հետևյալն է, որ եկեղեցին պիտի ժառանգե ազգերը եւ պիտի ունենա սերունդ։ Գարտանք Եսայա 54, գարտանք Եսայա 59:21 եւ կտեսնենք, որ հստակ մարգարեություն կա։ Երկրորդ կետը, որում կուզեմ նայել, աղոթող երեցները գլսեն Սուրբ Հոգին ցայնը։ Եկեղեցու երեցները ունենալու են աղոթքի նվիրում։ Երբ երեցները միապանությամբ աղոթեն, իրենք կլսեն Սուրբ Հոգին ցայնը եւ եկեղեցու անդամները գլեցվին Սուրբ Հոգիով։ Շատ կարևոր է լսենք եւ լեցվենք Սուրբ Հոգիով։ Եթե եկեղեցու երեցները չունենան աղոթքի նվիրում, անոնք կլսեն աշխարհին ցայնը։ Չեմ ուզեր ասպարը կործածել, բայց նույնը ինձ իրավիճակի մեջ կտնե։ Եկեղեցիներ կան սիրելիներ, որոնք կղեկավարվին աշխարհային մեթոդներով, իրենց երկրի քաղաքական բնույթով կղեկավարվի եկեղեցին։ Եգուր մերկով հովիվ եղիր, պայմանակիրդ 3 տարի է, 3 տարի վերջը Աստված հետ։ Բաշտոնյա մներ փերին, բաշտոնյա մներ ուղարկեցին եւ ասորբես շատ մփաներ։ Ասորբես շատ մփաներ։ Ցավոք սրդի։ Եթե եկեղեցու երեսները չունենան աղոթքի նվիրում, անոնք կլսեն իրենց մտքի ցայնը։ Եկեղեցին ղեկավարվելու է աստվածաշնչյան սկզբունքներով։ Ինչ կսե Սուրբ Գիրքը, ինչ կպահանջե Սուրբ Գիրքը, այդ մեկը անենք։ Եկեղեցին ուղղորդվելու է Սուրբ Հոգիով եւ այդ շատ ակնհայտ է Ավետարանի ու Քորձ առաքելոցին մեջ։ Քորձ առաքելոցի մեջ Սուրբ Հոգին խոսած է եւ կործած է եկեղեցու մեջ ի պատասխան Սուրբ Հոգին, ի պատասխան իրենց աղոթքին։ Հոն ուր Սուրբ Հոգին իջած է, հոն գա միապանության աղոթք։ Սուրբ Հոգին ցայնը լսել կնշանակե հնազանդիլ եւ Աստուծո կամքը ընդունել։ Սուրբ Հոգին ասավ Անդիոքի երեսներուն. «Զադեցեք ինձի Բարնաբասը եւ Սողոսը այն կորձին համար, որուն ես կանչեր եմ անոնք»։ Դերը այս 3 համարներում մեջ ակնհայտ է, հայտնեց կորձը եւ կորձիչները, որոնք պիտի կորձեն, ինչ կորձ պիտի կորձեն։ Ղրգեցեք դուրս իմ արաքյալներս։ Հիմա ցեզի հարց տամ։ Ինձի հետ մտածեցեք։ Եթե մենք այսօր մեր եկեղեցու մեջ եղբայր ունենանք, որ 100% նման է Բողոս Արաքյալին, կքարոզե մարդիկ կաբաշխարեն, ցերկը գտնե իվանտները կփժշկվին, գսաստե չար ոգին գելե, գաղոթե անդամները Սուրբ Հոգիով գլեցվին։ Ճիշտ է, այդպես է Բողոս Արաքյալ,
Մարգարեությունները անկիր գիտեն, քրիչը ցերկը չադակով աստվածապան։ Հիմա մենք աս եղբոր գսենք, Վրաստան կնա։ Ինչ։ Մենք չենք հավատում, որ քեզ ունենք եկեղեցու մեջ։ Քեզ ուղարկենք։ Ոչ։ Չենք աներ, սիրելիներ։ Սուրբ Հոգին ասավ դվեք ինձի, ես պիտի ուղարկեմ։ Եթե մենք ունենանք Պողոս Արաքյալ դուրս կուղարկենք, եթե այո ասինք, ասել է մեր մեջ հատուկ Սուրբ Հոգի ներկայությունը կա։ Իսկ եթե ոչ ասինք, ես ու իմ դունս, մենք լավ ենք, հանգիստ ենք, ճանչնանք Աստուծո խոսքը սիրելիներ։ Բողոսները արձիվի նման են։ Արձիվը միշտ պիտի սավառնի եւ ջախրե նոր բարձունքներ։ Թե ոչ արձիվ չլար։ Եթե այսօր մենք Պողոսները գաբենք, գլջանա։ Իսկ եթե Բողոսին արցագենք, անգծնանի Դիմեթիոսներ։ Եթե Բողոսը մնար Անդիոք, Լյուստրիայի մեջ Դիմեթիոսին բիչի հանդիպեր։ Բողոսը Եվրոպայի մեջ շատ հոգևոր կորձիչներ կդավ, որոնց անունները նույնիսկ արտահայտել դժվար է, Վոնեսիփորոս, Դիդոս, Փիլիմոն եւ անորպես շատ էր։ Եվ գամփոփեմ բատկամս։ Այսօր պիտի աղոթենք, որ Տերը մեր նոր ընդիր եկեղեցվո աղոթքի կյանքը հաստատե։ Մեր աղոթքի կյանքը պետք է հաստատվի։ Բզդիկ փագակիզմը բանամ, ցեզի քաչալերական լավ լուր մտամ։ Անցնող շաբթվա մեջ եղբայր Ասադուրի հետ երկար զրույց ունեցանք։ Եվ ինչ որ անցյալ շաբաթսի մեր կոմունալի ծախսերու համար իրեն հետ խոսեցա, զրուցեցի, ներկայացուցի 2026-ի այդ մեծ գումարին համար։ Եղբայրը քաչալերեց։ Սի ոնց որ խոստում ունիս, սավ անանք բամ, սավ դու շարունակեցեք բարեխոսական աղոթքը։ Ուրախ չես ուրախանար։ Չենք ուրախանար։ Մենք մեր լավակույնը պիտի անենք, որտեղ եթե մենք մեր լավակույնը անենք, դեր այն ժամանակ կորտնե։ Պիտի աղոթենք, որ Տերը մեր նոր ընդիր եկեղեցու աղոթքի ասկյանքը հաստատե։ Այսօր պիտի աղոթենք, որ Տերը իր Սուրբ Հոգիով Աստվածաշունչ եկեղեցին նման անե Անդիոքի եկեղեցու։ Թեր գխոսենք Անդիոքի եկեղեցու մասին։ Երանի քաչալերվինք սիրելիներ, հույսով աղոթենք, շարունակենք, հարադևենք։ Տերը մեզ նման գնե Անդիոքի եկեղեցին։ Ինչ կնշանակի Անդիոքի եկեղեցին? Առաքյալներ ուղարկող, առաքյալներ ծնանող եւ ուղարկող եկեղեցի։ Երրորդ, այսօր եկեղեցու երեսները պիտի աղոթեն, որ Տերը իր թագավորության համար ցեզմե ամեն մեկուն դեսիլք տա եւ գամ ծեր ունեցած դեսիլքի թռները փանա։ Այսօր երեսները պիտի աղոթեն, որ Տերը քու գարիկներդ լեցնե եւ քու նվիրմանդ արկելքը վերցվի քու կյանքեդ իր գամքին հաճությունով եւ ժամանակով։ Ես հիմա պիտի կանչեմ մեր երեց եղբայրները, որպեսզի մեզ մեր յուրաքանչյուրին համար աղոթեն։ Դուք հոս պիտի ներկայանաք սիրելիներ երկու նյութով։ Մեկը սրդիդ մեջ ինչ հոգևոր տեսիլք ունիս, որ գուզես որ կդարվի։ Օրինակ կար ժամանակ իմ տեսիլքս ինչ էր, դեր ինձ աստվածապանություն ղրգե։ Դեր այն ժամանակ թռները կոծեց։ Սկսանք ծառայության, դեր մեզի արթնություն, դերը տվավ։
Դեր ուզում ենք մշակ, որ երթա ուսանի, դերը դվավ, դեր մեր վայրը փոքր է, ուզում ենք մեծ, սկսա աղոթել, դեր ընդարձակե ծառայությունը, բադերը քոց էր, սահմանապակ էինք, հատուկ ջնշումներու դակ էինք, մեմնա դերը իմ արջևս բացավ քրդական ծառայությունը, դեր ընդարձակե, դերը իմ արջև բացավ Հայաստանը, Հայաստան եկա, դեր խնդրանքս եկեղեցի մդուր, այսօր մենք օրհնված ենք, փառք ենք տալիս Աստծո, ունիս հոգևոր տեսիլք, եկուր երեց եղբայրները իրենց ձեռքերը ձեր ուսին վրա պիտի տնեն, եւ պիտի ասեն ով դեր եղբորս կրոջս հոգևոր տեսիլքը քու գամքիդ համացայն, քու ժամանակիդ քու հաճությամբ կդարե, չունիս, խնդրե, դեր ինչ է քո գամքը, դեր ինչ կուզես որնեմ, Բողոսի առաջի աղոթքը, դեր ով ես տուն, Հիսուսն եմ, ինչ կուզես որնեմ, երկրորդ, երկունիդ պիտ ներկայացնես, երկրորդը, ինչ արգելք ունիս, մենք պաշտամունքի կալու համար արգելքներու կհանդիպինք, եթե արգելքներու կհանդիպիս, ասել եթե տուն ճիշտ ճանապարհին ես, չարը փորձում է արգելել, կաբանք ունիս, հերավորություն է, առողջապահական խնդիր ունիս, աշխատանքի խնդիր ունիս, ինչն է արգելքը, որ դու պաշտամունքի գալու համար գտակնաբիս։ Այսօր եղբայրները պիտի աղոթեն եւ պիտի ասեն դեր արգելքը վերցուր, որ իմ եղբայրը եւ իմ քույրը ուրախությամբ, հոգիով, լայն ժամանակով քո ներկայության կա։ Եղբայրներ հրամեցեք, եղբայր Ռաֆի, եղբայր Հարութ, Արմեն, եղբայր Էդգար, մենք պիտի աղոթենք